Երեք դուք այստեղ նստած եք, ես ելույթ եմ ունենում, վստահ եմ դուք լսել եք եւ իմ հարցադրումներից մեկը վերաբերում էր այս շշերի եւ բազմաթիվ այլ իրերի վրա փակցվող QR կոդերին։ Մեզ լսող մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ ուրեմն տեղի ունեցել հետեւյալը 2020 թվականի նոյեմբերի 9-ի պատերազմի ավարտից հետո, բառացիորեն մի քանի օր հետո, ձևավորվում է ազգային օպերատոր, մենաշնորհային կարգով տրվում է մի կազմակերպության, որտեղից պետք է մեր բոլոր տնտեսվարողները ձեռք բերեն այս QR կոդը, արդեն 5 տարի այդ մենաշնորհը գոյություն ունի։ Եվ ընդ որում այդ կազմակերպությունը ղեկավարում է մի անձ, որը դեռևս պաշտոնատար անձ էր պետական եկամուտների կոմիտեում, այսինքն ՊԵԿ ղեկավարի տեղակալ էր, եւ փաստացի հանձնվել է այդ մենաշնորհը մի կազմակերպության եւ այնուհետեւ պաշտոնը լքելուց հետո դարձել է այդ կազմակերպության ղեկավար։ Ես ուզում եմ հասկանալ այս գործի մասով ինչ զարգացումներ կան, եթե չեմ սխալվում, հենց ձեր կառավարման օրոք է, որ այս գործը քննության առարկա է դարձել, ուզում եմ հասկանալ ինչ առաջընթաց ունենք այս մասով։ Եվ երկրորդ հարցս հետեւյալի մասին է։ Ուրեմն Գրեկոն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը պահանջում է, որպեսզի կառավարությունը ավելի թափանցիկ ներկայացնի իր ծախսեր, օրինակ նախագահ, վարչապետը, ինչպես նաև ազգային ժողովի նախագահը իրականացրած արարողակարգային եւ ոչ միայն արարողակարգային ծախսերն ավելի թափանցիկ լինեն, բայց հաճախ բազմաթիվ ծախսեր ուղարկի քողարկվում են եւ այդտեղ ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներ կարող ենք տեսնել, միայն այն բանի բերումով, որ ասում են 16 թվականին օրենքի փոփոխություն է տեղի ունեցել եւ ենթակա չէ հրապարակման, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, օրինակ, թե որքան գումար է ծախսվել, օրինակ դաչաների վերանորոգման վրա։ Ես վստահ եմ, մեր քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, թե օրինակ երբ Նիկոլ Փաշինյանը կրթությունը կրթվել է նորաձև է արշավի շրջանակներում գնում է Սյունիք կամ այլ մարզեր եւ մի ամբողջ խումբ է իր հետ գնում, դա որքան է արժենում Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, ես կուզենայի լսել ձեր դիրքորոշումը այս հարցով։ Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան։ Ձեր կողմից նշված դեպքով այո հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի ապրիլի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 300 նախին քրեական օրենսգրքի 300 հոդվածի եւ նաեւ ներկա գործող քրեական օրենսգրքի 294 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այսինքն պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ հակամրցակցային գործունեության առերևույթ հանցանքների հատկանիշներով այդ հաղորդումը մենք ստացել ենք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչությունից եւ հաղորդման կապակցությամբ ամբողջ ծավալով իրականացվում է նախաքննության արդյունքների վերաբերյալ հանրությունը միանշանակ կտեղեկացվի, շնորհակալություն։ Եվ երկրորդ հարցի հետ կապված դուք նշեցիք որոշակի միջազգային կառույցների կողմից Գրեկոյի կողմից կատարված վերլուծություններ, ես միայն կարող եմ ասել, որ հակակոռուպցիոն կոմիտեն չի կարող պարզաբանումներ ներկայացնել պետական բյուջեի գումարների ծախսման ուղղությունների հետ կապված, փոխարենը եթե տվյալներ են ստացվում, որ այդ գումարները ոչ նպատակային են ծախսվել կամ այդ գումարները հափշտակվել են, ապա հնարավոր կոռուպցիոն երևույթների մասով կամ հատկանիշների մասով կիրականացվի համապատասխան նախաքննություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Արման Եղոյան հաջորդ հարցը։ Ներողություն, արձագանք, խնդրեմ։ Պարոն Նահապետյան, իմ հիմնական մտավախությունը հետևյալն է, որ եղել են գործեր, այդ հայտնի, ամենահայտնի չարչրկված անիվ հիմնադրամի գործով 22 թվականից դեռևս հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է հարուցել, հիմա 25 թվականն է եւ մենք տեսնում ենք, որ որևէ առաջընթաց չկա, ասում են քննությունը գնում է, հարցաքննվել են մարդիկ, բայց փաստն այն է, որ նույնիսկ չեք հասել այն փուլին, որ մեղադրյալ ներգրաված լինի գործում։ Հետևաբար ես մտավախություն ունեմ եւ ես կուզենայի, որ իմ մտավախությունը իրականություն չդառնա, որ այս գործն էլ նույն վախճանն ունենա։ Երկրորդ մասով դուք ասում եք, այ եթե մենք ունենանք տվյալներ, որ կա կոռուպցիոն
դրսևորումներ մենք կգնանք դրա հետևից։ Բայց իմ ասածն էլ է, որ հնարավոր չի դա պարզաբանել, քանի որ թաքցվում է այդ ամբողջ ծախսերը։ Այսինքն, երբ որ Հանրապետության նախագահան տարին 20 անգամ, չգիտեմ, տարբեր երկրներ գնում ու անհասկանալի այցեր է իրականացնում, որի արդյունքը մենք չգիտենք, երբ հարցնում ենք դա որքան է արժենում Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրպանին, մենք այդ ծախսերի տվյալները չունենք, հետեւաբար մենք չենք կարող ասել, այստեղ կոռուպցիա կա թե չկա։ Իմ ասածը դա է, որ քանի դեռ թափանցիկ չի, իսկ Գրեկոն պատահական կառույց չի, ասում է, որ պետք է թափանցելիությունը ապահովել, ես հիմա հարցադրումն էստեղ է, արդյոք դուք չեք կարծում, որ իսկապես պետք է ապահովել թափանցիկություն, որը ձեզ ավելի, ձեր գործն ավելի կհեշտացնի։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան, Անդիվի հետ կապված վարույթը քննվում է քննչական կոմիտեում, ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեում, այս վարույթի մասով ես որևէ ասելիք չունեմ։ Ինչ վերաբերում է թափանցիկությանը, եթե դուք նշեք կոնկրետ ինչի մասին է խոսքը, այսինքն ոչ թե ընդհանրական դեպք նկարագրեք, ընդհանրական ծախսեր, այլ կոնկրետ նշեք, թե ձեր նկատառումները որ ծախսերի մասով են եւ եթե ունենաք նաեւ տվյալներ, որ այդ ծախսերը ոչ նպատակային են, այսինքն ունենանք առերևույթ հանցանքի մասին տվյալներ, ապա խնդրում եմ այդ մասին համապատասխան հաղորդմամբ դիմել հակակոռուպցիոն կոմիտեին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ հաղորդումը կունենա համապատասխան ընթացք եւ ձեր կողմից նշված տվյալները եւ հանգամանքները մանրամասն հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կստուգվի, այդ թվում նաեւ օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ։ Շնորհակալություն։ Արման Եղոյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Նահապետյան, դուք ներկայացնում եք ձեր նախորդողի ղեկավարման ժամանակահատվածում կատարված աշխատանքը եւ այս առումով բոլոր այն դիտարկումները, որ հնչում են այս դահլիճում, վերաբերում են այդ շրջանին եւ դրանք խնդրում եմ ընդունել որպես գնահատական, այսինքն անցած կատարած աշխատանքի մասին եւ դիտարկում ապագայում այդ խնդիրները հասցեագրելու վերաբերյալ։ Տեսեք, իմ հարցը հետեւյալն է, 24 թվականին հակակոռուպցիոն կոմիտեի բյուջեն կազմել է 3 միլիարդ 695 միլիոն դրամ, որից կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ քննություն տողով հատկացված գումարը 3 միլիարդ 532 միլիոն դրամ։ Ձեր ներկայացած հաղորդման մեջ նշվում է, որ 24 թվականի ընթացքում ավարտված դատարան ուղարկված եւ կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 4 միլիարդ 468 միլիոն դրամ, որից պետությանը պատճառված է 3 միլիարդ 800 միլիոն դրամ։ Այսինքն պետությունը հակակոռուպցիոն կոմիտեին որպես բյուջե տրամադրել է 3 միլիարդ 700 միլիոն դրամ մոտավորապես, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է պետությանը պատճառված 3 միլիարդ 800 միլիոն դրամի վնաս, 100 միլիոն դրամով ավելի, այսինքն համարյա նույն չափով։ Ես հեռու եմ ամենևին այն մտքից, որ ընդհանրապես հանցանքի եւ մասնավորապես կոռուպցիոն հանցանքի մեջ կարևոր է հենց պատճառված վնասի թիվը ֆինանսական իմաստով, այս առումով սա չընկալեք որպես այսպես մեխանիկական համեմատություն, բայց սա ցուցիչ է, որը մենք կարող ենք ուղղակի մտքում նկատի ունենալ։ Արդյոք այս ցուցանիշը բարելավման տեղ ունի, թե չէ։ Այսինքն պետության տրամադրած գումարի չափ պետությանը պատճառված վնաս է հայտնաբերվել, որից ընդ որում վերադարձվել է 477 միլիոն է, մնացածը չի վերադարձվել։ Դուք այստեղ բարելավման տեղ տեսնում եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Եղոյան։ Այո, բարելավման տեղ տեսնում եմ, դրա անհրաժեշտությունը կա, դա եւս ինձ համար առաջնահերթություն է։ Դուք նշեցիք 2024 թվականի ընթացքում պատճառված վնասը եւ վերականգնված գումարը։ Ես ուզում եմ տեղեկացնեմ, որ միայն 2025 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 5 միլիարդ դրամ, այսինքն ավելի մեծ չափով գումար է վերականգնվել այս տարվա 5 ամիսների ընթացքում, կամ ամբողջ 2024 թվականին պատճառված վնասն է։ Այսինքն այս ուղղությամբ մենք իրական մեծածավալ աշխատանքներ ենք տանում այս պահին։ Նաև ուզում եմ տեղեկացնել, որ
հաղորդման մեջ նշված վերականգնված գումարը 477 միլիոն դրամը դա փաստացի դրամական տեսքով վերականգնված գումարն է։ Մենք ունենք բազմաթիվ շարժական եւ անշարժ գույքեր, որոնք արգելանքի տակ են տրվել եւ բնականաբար այս թվի մեջ այդ շարժական եւ անշարժ գույքերը ներառված չեն։ Այսինքն դրանցով հետագայում կունենանք, եթե ունենանք մեղադրական դատական ակտեր, ապա պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ փաստացի ծավալը ավելի մեծ կլինի, քան այս նշված 477 միլիոն դրամ գումարն է։ Շնորհակալություն։